Որովհետև ինչ որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է։ Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Դե հիմա Դաշնակցությունը եւ Հանրապետականը ԲՀԿ-ն պարզ է, բայց Հանրապետականը արդեն, ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում իրանք պու էին, հիմա էլ դարձել են ուժեղ Հայաստան։ Ընդ որում, այս հանգամանքը, որ ուժեղ Հայաստանը նույն բանն է, հանրապետական կուսակցությունն է, ու այն որ Սերժ Սարգսյանը եւ մյուսները հայտարարեցին բացահայտ իրանց աջակցելու մասին, բայց կարծում եմ այդ պատկերը ամբողջացրեց բանը Քայլերթի շտուրմանը, որը կանգնած էր բանի, ասենք, ջիպի ստոյկային կանգնած Քայլերթի շտուրմանը, որը մենք մոռացել ենք, ախր ինքը հանրապետական խմբակցության ղեկավար է եղել եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է եղել։ Հիմա էլ եմ ասում, 3 ցուցակը որ նայես, ուժեղ Հայաստան դաշինք, Դաշնակցություն եւ ԲՀԿ, ճշգրիտ կալոդը խառնած է, բանի բլոտի պոկերի տրամաբանությամբ ու բաժանած է իրար մեջ, ով որտեղ կընկնի։ Ու հիմա այնտեղ այնց կոմբինացիաներ են, որ դժվար է նույնիսկ բան անել, էլի, պատկերացնել։ Այն մեկը ընդեղ էր, ստեղից այն մեկը ընդեղ էր, հետո ընդեղ գնաց, հետո գնաց ընդեղ, հետո ընդեղ, հետո ընդեղ։